Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլքերսոն։ Օր հունվարի 1։ Աստծո հաճությունը։ Աստված ոչ միայն սիրում է իր զավակներին, այլ մեծ ուրախություն է ստանում նրանցից։ Ես տեսնում եմ այս ծնողական ուրախությունը կնոջս մեջ։ Գվենը լուսավորվում է, երբ մեր սիրելիների փոքրիկներից մեկի հետ է հեռախոսով խոսում։ Ոչինչ չի կարող նրան կտրել հեռախոսից։ Նույնիսկ եթե ես նրան ասեի, որ նախագահն է կանգնած դռան ետևում, նա կհեռացներ ինձ և կշարունակեր զրույցը։ Ինչպես կարող էի երբևէ մեղադրել իմ երկնային հորը, թե նա ինձանով պակաս է ուրախանում, քան ես իմ սեփական զավակներով։ Երեխաներս երբեմն հիասթափեցրել են ինձ, գործելով իմ ուսմունքներին հակառակ, բայց ես երբեք չեմ դադարել սիրել նրանց և ուրախանալ նրանցով։ Եթե ես, անկատար հայրս, ունեմ նման անսպառ սեր, ապա որքան ավելի է մեր երկնային Հայրը հոգ տանում մեզ իր զավակների մասին։ Հեսուն և Քաղեբը կանգնած Իսրայելի մեջտեղում աղաղակում էին. «Եթե Տերը բարեհաճ լինի մեր նկատմամբ, նա մեզ կտանի այդ երկիրը և մեզ կտա այն, որ երկիր է, ուր կաթ ու մեղր է հոսում»։ Թվոց 14:8։ Ինչ պարզ, բայց հզոր հայտարարություն։ Նրանք ասում էին. «Քանի որ Տերը սիրում է մեզ, նա կհաղթի բոլոր հսկաներին, հետևաբար մենք չպետք է նայենք խոչընդոտներին, այլ մեր աչքերը պահենք Տիրոջ՝ մեր հանդեպ մեծ սիրո վրա»։ Սուրբ գրքում մենք կարդում ենք, որ Աստված մեզանով է ուրախանում։ Նրան հաճելի են պարկես ճանապարհի տերերը։ Առակաց 11:20։ Ուղղամիտների աղոթքը նրան հաճելի է։ 15:8։ Նա ազատեց ինձ իմ զորավոր թշնամուց։ Տերը նեցուկ եղավ ինձ հանեց լայնարձակ տեղ և ազատեց ինձ, որովհետև հավանեց ինձ։ Սաղմոս 18:17-19։ Անկասկած կարևոր է հավատալ, որ Աստված մեզանով ուրախանում է։ Այդ դեպքում մենք կարող ենք ընդունել, որ մեր կյանքի յուրաքանչյուր հանգամանք ի վերջո մեր Հոր սիրառատ կամքի դրսևորում կլինի մեզ համար, և որ նա մեզ ուրախություն կպարգևի մեր ամեն փորձության մեջ։